Բարի երեկո։ Սիրելի հայրենակիցներ, եթերում Իմ տունը քո տուն է հաղորդաշարի հերթական հաղորդումն է։ Հաղորդման շրջանակներում այսօր հյուրընկալել եմ մեր սիրելի արցախցի կանանց, թույլ տվեք ներկայացնեմ իմ հյուրերին՝ Մարիամ Աբրահամյան եւ Տաթևիկ Խաչատրյան։ Տեղեկացնեմ նաև, որ Մարիամը եւ Տաթևիկը Արցախցի մայրիկների աջակցման կենտրոն հասարակական կազմակերպության հիմնադիրներ են եւ այս հաղորդման շրջանակում իհարկե այդ հասարակական կազմակերպության գործունեությանն էլ կանդրադառնանք, այնպես որ հետևեք այս հաղորդմանը եւ հաղորդաշարին երևի տեղյակ եք կամ ովքեր տեղյակ չեն տեղեկացնեմ, որ Իմ տունը քո տունն է հաղորդաշարը մենք սկսեցինք, որպեսզի արցախցի մեր հայրենակիցներին մեր աջակցությունը ցույց տանք, արցախցի մեր քույրերին եւ եղբայրներին հրավիրելով հարցազրույցի եւս մեկ անգամ փաստենք այն, որ հայ ժողովուրդը հայ ազգը մեկ է եւ բացարձակ տրամադրվածություն, ատելության խոսք կամ խտրականություն չկա արցախցի մեր սիրելի հայրենակիցների նկատմամբ։ Ողջունում եմ սիրելի քույրեր։ Մարիամ ջան, Տաթևիկ ջան, սկսենք Մարիամից, հա, չգիտեմ, կարծում եմ որևէ լավ, շատ լավ։ Մարիամ ջան, իհարկե հասարակական կազմակերպության մասին մի փոքր սկսենք խոսել, հետո դու կպատմես մեզ, թե երբ հիմնադրվեց եւ որն էր նպատակը արցախցիներ, Արցախի մայրիկների հասարակական այդ կազմակերպության աջակցման կենտրոնի աշխատանքի նպատակը որն էր, ինչու ստեղծվեց այդ հասարակական կազմակերպությունը։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել հրավերի համար։ Այս վերջերս բավականին շատ հարցազրույցներ ենք տվել ու ես ու Տաթևը որոշել ենք, որ երևի արդեն դադար տանք ու հարթակը տրամադրենք մեկ այլ տեղահանվածի, բայց քանի որ այս հաղորդումը միտված է հենց շատ հավանեցի այն միտքը, որ հայ ժողովուրդը դա որպես հավաքական կերպար չպետք է առանձնացնենք մեզ ու նաև շնորհակալություն եմ հայտնում ձեզ այս գաղափարի համար, քանի որ կարծում եմ այն իրավիճակը, որը հիմա է ստեղծված, հենց այսպիսի հաղորդումները պետք են, որպեսզի ավելի ակնառու ցույց տանք այն ինչ կատարվում է հիմա։ Սկսեմ նրանից, որ հասարակական կազմակերպություն ի սկզբանե հիմնադրելու նպատակ չկար, հասարակական կազմակերպությունը ստեղծվել է Արցախի մայրիկների ակումբ Facebook-յան խմբի հիման վրա, այս պահին ունենք 15,000 անդամից 15,000 բաղկացած անդամ, այո, սակայն շրջափակման ընթացքում կարիք եղավ արդեն անցնել իրավական դաշտ ու ստեղծեցինք արդեն Արցախի մայրիկների աջակցման կենտրոն ՀԿ-ն ու տեղահանումից հետո արդեն նորից այստեղ վերաբացվեցինք։ Սկզբնական շրջանում խումբը բացվել էր, որպեսզի կանայք փոխանակվեն իրենց փորձով կապված երեխաների խնամքի, դաստիարակության հետ, սակայն այնուհետև սկսեցինք բարձրաձայնել ավելի լայն խնդիրներ, որոնց բախվում էին մամաները եւ երեխաները, ու այդպես ստացվեց, որ ավելի մեծ խնդիրներ սկսեցինք լուծել ու տեղահանումից հետո եւս այստեղ շարունակում ենք մեր գործունեությունը, ճիշտ է, կամավորական հիմունքներով, բայց հույս ունենք, որ կունենանք ֆինանսական միջոցներ, որպեսզի կարողանանք ավելի լայն ծրագրեր իրականացնել։ Տաթևիկ, ստացվում է, որ հասարակական կազմակերպությունը ստեղծվեց արդեն իրավական հարթություն տեղափոխելու համար հենց արցախցի մայրիկների խնդիրները, ճիշտ է։ Դե հաշվի առնելով, որ այդ ժամանակ մենք մինչև տեղահանությունը մենք Արցախում էինք եւ ընդհանրապես խմբեր մամայական շատ կային, հասկանում ենք, որ կան որոշակի խնդիրներ, որ հենց արցախցի մայրիկներն են բախվում ու այդպես քանի որ հենց
մենք Արցախում էինք, խնդիրներն էլ Արցախում էին, այդ Արցախի մայրիկների ակումբ եղավ ու հետո էլ արդեն հասարակական կազմակերպությունը նույն անվանի, ուզում եմ ասեմ, որ այնքան տարբեր մարդիկ կան, որ կարող են ամենտեղ փորձել ինչ որ sense առանձնացման բան գտնել, իհարկե առանձնացման ոչինչ չկա, Փառք Աստծո մեր խմբում քիչ չեն նաև Հայաստանից, Սփյուռքից տարբեր մայրեր, իհարկե կորիզը ավելի շատ մեծ մասը արցախցի մայրիկներն են, բայց կան նաև տարբեր տեղերից մայրեր, մենք միմյանց աջակցում ենք ամենակիչ խորհրդով, իրար մեր փորձով կիսվելով եւ եթե մի քիչ ավելի շատ խորանանք դեռևս սկսած Արցախից մենք մասնագետների հետ ենք համագործակցում, ովքեր էլի կամավորության սկզբունքով պատրաստ են բժիշկների, հոգեբանների, մանկաբարձների, տարբեր կապված մայրերի եւ երեխաների հարցերի հետ ու հիմա էլ այդ համագործակցությունը շարունակվում է, մարդիկ առանց որևէ շահ հետապնդելու միմյանց աջակցում են, օգնում են եւ դա մեր գործունեության ինձ համար ամենակարևոր կետերից մեկն է, որ կարիք չկա, օրինակ սովորաբար ՀԿ-ներն ինչպես են աշխատում, կա գումար, ծրագիր եւ աշխատում են։ Մեր դեպքում, եթե անգամ չկա գումար, մեզ միշտ համախմբում է ընդհանուր խնդիրը կամ ընդհանուր նպատակը ու նույնիսկ առանց միջոցների մենք շատ հաճախ կարողանում ենք ավելին հասնել, քան մարդիկ, ովքեր օրինակ կարող են գումարներ ծախսել, ինչ որ տեղեկատվական արշավներ սկսել եւ այլն, մենք դա կարողանում ենք անել նույնիսկ առանց ոչ մի գումարի։ Բլոկադայի ժամանակ տեսել եմ, թե դուք հնարավոր էր երբեմն տեսանյութեր էին գալիս Արցախից եւ տեսել եմ, թե ինչպես դուք արցախցի մայրիկները հավաքվել էիք եւ մանկասայլակներով երեխաների հետ եկել էիք հրապարակ ձեր իրավունքների համար եւ ընդհանրապես որպեսզի աշխարհը ուշադրություն դարձներ Արցախի վրա։ Դուք մայրեր եք, իհարկե մայրական սիրտը, մայրական հուզականությունը, զգացումները, ապրումները միայն մայրերը կարող են հասկանալ։ Ինչ ապրումներ կար, ներողություն եմ խնդրում, միգուցե ես ձեզ մի փոքր տեղափոխում եմ այդ վատ հիշողությունների մեջ, բայց ինչպես ասում են, անցյալից մենք ինչ որ բաներ ենք վերցնում, չնայած որ Արցախը մեր անցյալը չի, Արցախը ժամանակավոր դարձել է պարտադրմամբ անցյալ, բայց Արցախը մեր ներկան ու ապագան է։ Ինչ ապրումներ կային եւ ընդհանրապես արցախցի կնոջ, արցախցի մայրիկների դերակատարումը հենց այդ շրջափակման ժամանակ, որովհետեւ ես տեսնում էի դուք շատ ամուր կանգնած եք։ Հիմա էլ մենք ճանապարհին էլ խոսում ենք, որ արցախցի կանայք միշտ ամուր են, միշտ կանգնած են մեր լեռների պես իրոք։ Երևի այդ թեմայով կարելի է շատ երկար խոսել, բայց իրոք շրջափակման ընթացքում մեզ համար եւս բացահայտում էր, թե ինչքան ուժեղ են հենց արցախցի կանայք ու ինչքան միասնական են, որովհետեւ հենց դժվարությունների, ստեղծված դժվարություններ պայմանավորված մարդիկ միշտ ինքնաբացահայտում են, շատ հաճախ բացահայտում նաեւ իրենց թույլ եւ ուժեղ կողմերը ու սա ես չեմ ուզում առանձնացնել որպես հայի տեսակ արցախցուն, այլ ես կարծում եմ, որ սա պայմանավորված է մեր փոքր տարածաշրջանով, որովհետև գրեթե բոլորս միմյանց ճանաչում էինք, գիտեինք խնդիրները, նույն ճանապարհն էինք անցնում ու չկար անտարբերություն գրեթե, որովհետև մենք ամեն օր ականատես ենք լինում, թե ոնց են մարդիկ կիսվում իրենց վերջին ուտելիքով, վերջին դեղերով, մենք նաև մի ուրիշ խումբ էինք բացել, որտեղ մամաները իրենց երեխաների փոքրացած հագուստն էին նվիրում, քանի որ այդ ժամանակ նույնիսկ հագուստների խանութներում արդեն ոչինչ չկար, տակդիրն էին բաժանում ու ոչ մեկ չգիտեր արդյոք լրացուցիչ ինքը կունենա այդ նույն բանից, բայց պատրաստ էր կիսել, հատուկ նաև հղիների համար անանուն գրառումներ էին արվում, որ գոնե մի հատիկ բանան կամ մի հատիկ մանդարին եթե ունենաք ու միշտ գտնվում էր մեկը ով պահել էր իր երեխայի համար, դա տալիս էր այդ հղին, որովհետև այդ ժամանակ կարծում էր, որ ինքը դրա կարիքը ավելի ուներ
ու ինչքան էլ միֆեր, չգիտեմ ինչ պատմություններ հորինեն, քանի որ մենք մեր աչքով ենք տեսել, մենք դրա միջով անցել ենք, ոչ մեկ մեզ չի կարողանա հակառակը ապացուցել, այդ սրտացավությունը, ապրոմակցումը, որը ունեին գրեթե բոլորը, մեծ մասը, ես չեմ կարող համեմատել մեկ այլ, չգիտեմ, գուցե դա այդ դժվարություններն էր պատճառը, կամ չգիտեմ, չեմ կարող հստակ ասել որն էր պատճառը, բայց շատ մեծ էր այդ սրտացավությունը, ու մենք որպես մայրական համայնքի ներկայացուցիչ նաև մեր պարտն էինք համարում ոչ միայն ուղակի խմբում համակարգել այդ ամեն ինչը, մարդկանց ինչ որ ձևով օգնել, կազմակերպել ինչ որ բան, այլ նաև փորձում էինք միջազգային ացիաների ուշադրությունը գրավել ու երևի մենք այն միակ կառույց, եթե կարելի է այսպես համարել, ովքեր ակցիաներ են արել գրեթե ամենտեղ եւ խաղապահների եւ կառավարության եւ Կարմիր խաչի ու մեզ համար չկար ինչ որ սահմանափակում, չկար որևէ բան, որ մեզ կկաշկանդեր, որովհետեւ մեզ համար առաջնայինը մեր մայրերի ու երեխաների շահն էր ու ապրիլի 7-ի ակցիան մտածեցինք, որ հենց մայրերի տոն օրն է, բայց քանի որ մենք շրջափակման ընթացքում վաղուց արդեն մոռացել էինք տոների մասին, 2023-ի ապրիլի 7-ը, որ մեզ դիտողները հասկանան, որ շրջափակման ժամանակ ու այդտեղ մոտավոր, չգիտեմ թիվը, բայց 300-400 կին իրենց երեխաներով մենք քայլերթով գնացինք դեպի Շուշի, հենց այդ անցակետը ու փորձում էինք այդպես գրավել ուշադրություն, եթե անկեղծ ասեմ, այնպես չի, որ մտածում էինք մենք այդ մեր քայլով ճանապարհ կբացենք, ամենևին այդպիսի ակնկալիք չկար, բայց մտածում ենք, որ ուղղակի իրավունք չունենք ձեռքներս նստել, ծալած նստել ու սպասել, որովհետև գոնե այսքանից հետո մենք գիտենք, որ ինչ որ մի բան արել ենք ու այդ մեղքի զգացումը այս պահին, չգիտեմ, ավելի երևի քիչ է, քան եթե ոչինչ չանեինք ու այդ ժամանակ շատ մայրեր էին մեզ դիմում, մեր վերջը ինչ է լինելու ու ես հիշում եմ նաև մի աղջիկ գրել է, որ ես նույնիսկ պատրաստ եմ զենք վերցնել, քան այս նվաստացած վիճակում ապրել, հիշում եմ նաև, որ հարցում են կատարել, արդյոք պատրաստ եք, որ Աղդամի ճանապարհը բացվի ու ես հիշում եմ ինչպես են արձագանքում հասարակությունը, որ ավելի լավ է սոված մնանք, քան ադրբեջանցիներից հաց վերցնենք ու փաստացի այդպես էլ եղավ։ Այսինքն Տաթևիկ ստացվում է, որ արցախցի կանայք հերիք չի իրենց վարվելակերպով ցույց էին տալիս, որ Արցախը մեր բոլորի տունն է, որովհետև մեկի տանը հացը շատ էր, մյուսի տանը չկար, կիսում էին, այսինքն դարձել էր իմ տունը, քո տունն է, հա, իրոք ընդհանուր ամբողջ Արցախում այդ վիճակներ, բացի դրանից արցախցի կինը գնում կանգնում է Հակարի կամրջի մոտ, հա ճիշտ հասկացա, թե ռուս խաղապահների, Շուշիում էր մի հատ փակած ռուսների կողմից, քանի որ իրենք ասում էին իհարկե, որ անվտանգ չէ հասնել Հակարի ու մենք մինչև այդտեղ հասանք բնականաբար Հակարի գնալու այդպես մտքեր իրականում կային, բայց հաստատ ոչ Արցախի մայրերի մոտ։ Ու վաղ չկար, որովհետև դուք մտածում էիք, որ արժանապատվությունը ավելի բարձր արժեք է, քան ինչ որ վախենալ ու ումից վախենալ, էլի։ Ես անկեղծ չեմ լինի, որ ասեմ, որ բլոկադայի ընթացքում մենք վախի զգացողություն ընդհանրապես չենք ունեցել, հատկապես որ այդ տեղեկատվական գրոհը սարսափելի էր, օրինակ շատ մի հատ հայտնի դեպք հիշեցնեմ, երբ որ Արցախցուն ադրբեջանցիները ինչ որ վիդեո էին պատրաստել, որտեղ Արցախցուն համեմատում էին վայրի կատվի հետ, ում սոված երկար պահելուց հետո կարող են ընտելացնել եւ այլն, իրենց այդ օպերացիան փաստորեն չստացվեց, այդ օպերացիան այդ կատվին վանդակ գցելու Աղդամի ճանապարհով հաց տալու տարբերակը արցախցիները կտրականապես մերժեցին, այնպես չի, որ մենք չէինք մտածում մեր երեխաների սոված մնալու մասին, բայց մյուս կողմից որներ իմաստը 9 ամսյա տառապանքի, եթե վերջում դու քո թշնամու հացը պետք է կծես կամ տաս քո երեխան դրանից ուտի, այսինքն ուզում ենք ամեն ինչ անել
որպեսզի ինչ որ չափով ազդեցություն ունենանք իրավիճակի վրա ու մեր ամենամեծ հույսը իհարկե Հայաստանի Հանրապետությունն էր, որովհետև ուրիշ ելով ունեինք, այսինքն այդ երեխայի վիճակներ, որ մորն է կանչում ու իհարկե շատ շնորհակալ ենք նաև այստեղի հանրությանը, մարդկանց, որ այդ ժամանակ մեզ մենակ չէին թողնում, գրում էին, լուսաբանում էին, եթե լրագրողների մակարդակով ասենք, ինչպես նաև հենց ապրիլի 7-ի մեր ցույցը ինքը միակողմանի չէր, նույն ընթացքում դուք եւս Հայաստանի կողմից էլի այդ նույնը անում եք ու դա այն միասնության, չգիտեմ, ճիչ ասեմ թե արձագանք ասեմ, դա այն մասին էր, որ մենք երբեք իրար ձեռք բաց չենք թողնելու։ Մարիամ, երբեմն լսում ենք մարդկանց, իհարկե չենք կարող դա վերագրել ողջ հասարակությանը, բայց իրողության աչքերի մեջ պարզ նայելով այս մասին էլ պետք է խոսենք, որ կան մարդիկ ասում են, որ մնայիք, չլքեիք Արցախը։ Իմ կարծիքը ես կարող եմ ասել, որ ես կարծում եմ, որ արցախցիները պատանդներ էին եւ ինչպես քաղաքակիրթ աշխարհը պատանդ գտնվող մարդուն նայում է, որ պատանդառուն, պատանդը պետք է ամեն բան անի, ամեն բան իրեն կարելի է միայն որ իր կյանքը պահի։ Ինչ կասես դու այս առումով, արցախցին կարող էր մնալ եւ արդյոք այն միտքը, որ արցախցին թողեց իր հողը, այդ մտքի հետ հաշտ ես, ինչ կարծիք ունես։ Եթե անկեղծ չէի մտածում, որ տեղահանումից հետո պետք է այս հարցի շուրջ ընդհանրապես խոսակցություն լիներ ու մենք պետք է անընդհատ տեղահանումից մինչ այսօր արդարանանք ու անընդհատ մեր զոհերի թիվ մատնանշենք, այնտեղ կատարված սխրագործությունների մասին խոսենք, որովհետև թվում է, թե ամեն ինչ պարզ էր, այստեղ ոչ մի անթաքույց բան չկար, ամեն ինչ լուսաբանվում էր, հենց ընթացքում ինչ կատարվում էր սեպտեմբերի 19-ին ու դրանից հետո, բայց արի ու տես, որ միջ օրս իշխանական մակարդակով հենց այդ թեզն էր պրոպագանդվում, սա կապված է, որ իշխանությունը իր մեղքը, Արցախը, այսպես ասած, հանձնելու մեղքը պետք է բարդի որևէ մեկի վրա ու այստեղ արդեն Արցախի ժողովուրդն է որպես քավության նոխազ հանդես գալիս ու պետք է որևէ ձև դա արդարացնելու համար արդեն մեղավորներ ճանաչել ու դա եղանք փաստացի Արցախի ժողովուրդը ու ցավալին այն է, որ այդ թեզը շատ, այսպես ասած, մարսվեց հասարակության մի ստվար զանգվածի մոտ, որովհետև դա հենց իշխանական մակարդակով է արվում, հենց Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ է դա արվում, հիմնական դիտողները, որովհետև հենց հանրայինն են ու այնտեղ փոխարենը խոսվի հենց այն սխրագործությունների մասին, որը արել են 9 ամիս շրջափակման մեջ հայտնված, առանց սնունդ, առանց վառելիք, այդ զինվորների սխրագործությունների մասին խոսվի, այն մասին խոսվի, թե ինչ ենք մենք կորցրել, թե ինչ դարպաս էր Արցախը հենց Հայաստանի համար, անդադար խոսվում է հակառակ թեզի մասին, որ անընդհատ 30 տարի արցախցիները սնվել են ու ոչ միայն ՀՄԿ, այլ իշխանական բոլոր լրատվամիջոցներով այդ թեզն է ու բնական է, որ այն մարդիկ, ովքեր քիչ են տեղեկացված, չունեն, այսպես ասած, Արցախի ծանոթներ, այդ որպես ճշմարտություն են դա ընկալում ու իրենք եւս սկսում են արդեն պրոպագանդայի զոհ դառնալ, բայց ես իրենց չեմ մեղադրում, որովհետեւ իսկապես իրենց զոհ եմ համարում, դա քիչ տեղեկացվածության արդյունք է, ես մեղադրում եմ այս իշխանությանը, որը ոչ մի ջանք չի խնայում ու անդադար զոհվածների ծնողների վերքի վրա աղ լցնելով, արդեն բոլոր կարմիր գծերը անցնելով փորձում է ուրանալ մեր դիմադրությունը, մեր կորուստները
չգիտեմ, ես հույս ունեմ, որ գալու է մի ժամանակահատված, որ մենք ստիպված չենք լինելու արդարանալ, մենք ստիպված չենք լինելու ուղղակի դրական լավ վերաբերմունքի համար շնորհակալություն հայտնել հային։ Տաթևիկ, Մարիամ ջան, ներողություն, ընդհանրապես պետք չի արդարանալ, որովհետև մեծ մասը հայ ժողովուրդը շատ լավ հասկանում է արցախցին ինչ օրեր է ունեցել, արցախցին ինչ է քաշել։ Ապրումակցումը միանշանակ կա, այն ինչը որ այսօրվա իշխանությունը անում է, դա պարզ է ինչ նպատակներով է անում, որովհետև Արցախի թեման ընդհանրապես ուզում է փակել, հա, իսկ արցախցուն արժեզրկելով, հա, կարողանալով այդ պայքարը ոչ թե արցախցուն, այլ արցախցու պայքարը արժեզրկելով, ինքը գիտի, որ հասարակության մեջ, այսպես ասած գիտի, արցախցու նկատմամբ կտրամադրվեն, ապա արդեն Արցախի թեման չի էլ կարող ընդհանրապես շոշափվել, որովհետև այդպես կներկայացվի։ Բայց Տաթևիկ ջան, դու գիտեմ, որ podcast ես վարում, հյուրերը որ գալիս են, այսինքն հասարակության տարբեր շերտերի մարդիկ են, հա, եւ այդ մարդիկ շփվում են հենց այս հասարակության մեջ։ Ինչ վերաբերմունք են իրենք փոխանցում մարդիկ Հայաստանում ապրող հայ ժողովուրդը, որի մի մասնիկը հենց արցախցին է։ Ինչ կերպ է վերաբերում իր մի մասնիկին, ով ստիպված տուն ու տեղ թողել է, բնավեր է եղել։ Եթե զուտ podcast-ի մասով ասեմ, ապա իհարկե մենք ունենք ընտրության հնարավորություն եւ իհարկե մենք իշխանական պրոպագանդիստի օրինակ չենք հրավիրի եւ այսպես ասած լսի իր կարծիքը, բայց եթե մի քիչ հեռվանանք դրանից եւ ընդհանրապես հասարակության մակարդակով ասենք, իսկապես պրոպագանդան աշխատում է եւ շատ ուժեղ է աշխատում։ Իհարկե սա շատ ցավալի է, հատկապես որ գիտենք, որ առաջիկայում սպասվում են նաև ընտրություններ եւ այդ քարոզչությունը ավելի է ահագնանալու եւ ատելության խոսքը ավելի բուռն է լինելու։ Մենք ամեն ինչ պետք է անենք դրա դեմ պայքարելու, ցույց տալու մեկ այլ տեսանկյուն, որտեվ հիմա կան մարդիկ, որ իսկապես բացում են իրենց ֆիդը եւ իրենք տեսնում են միայն արցախցուն վարկաբեկող ինչ որ գրառումներ, մեկնաբանություններ եւ այլն եւ միամիտ մարդը ինքը կարող է իրոք մտածել, դե եթե բոլորն այդպես են ասում, ուրեմն այդպես էլ կա։ Մեզ շատ կօգնի այսպես անմիջական շփումը իրար հետ, մեզ շատ կօգնի լավի տարածում։ Օրինակ գիտեմ մարդիկ, որ ասում են դե ինչ իմաստ կա, միշտ իմաստ կա, պայքարելու իմաստ միշտ կա։ Մենք դա նաև Արցախում էինք ասում, երբ որ ասում էին հա լավ, հիմա դուք այդ ձեր ցույցերով ճանապարհն են բացելու, թե ինչ են անելու։ Կապ չունի, թե ինչ կլինի, կստացվի թե չէ, շատ կարևոր է գոնե փորձել, որ գոնե քո սեփական խղճի առաջ մաքուր լինես։ Ես նաև լրագրող եմ եւ փորձում եմ նաև այդ թեմաները վառ պահել, միշտ ներկայացնել դրական օրինակները, բայց աչք չփակել բացասականի վրա, որովհետև հանրային պարսավանքը կար ժամանակ, որ շատ լավ աշխատում էր եւ կարող է գալ նորից ժամանակ, որ էլի լավ կաշխատի։ Եվ 1-2 արդեն դեպք, երբ որ պետպաշտոնյան բացահայտ ատելության խոսք կտարածի եւ դրա համար իհարկե չի պատժվում օրենքի մակարդակով, բայց պատժվի հասարակության մակարդակով, հաստատ հաջորդ անգամ մի քիչ ավելի երկար կմտածի եւ իր թեզերը գոնե կթաքցնի, ինչ որ sense պուպուշացնի, հետո նոր տա։ Իսկ հիմա այնպիսի վիճակ է, որ մարդը կարող է մեկ այլ մարդուն իր հայրենակցին մսացու անվանել եւ ոչինչ չի լինի նրա հետ։ Այս սրա դեմ է պետք պայքարել եւ պետք է պայքարել բոլոր ֆրոնտներով, ամեն մեկս ով ինչքան ջանք ունի, պետք է ներդնի, ցույց տա լավը եւ վատի վրա աչք չփակի, ասի որ այո, իսկապես սա վատ է։ Մարիամ ջան, մարտի 29-ի երբ որ հանրահավաքը եղավ արցախցիների, այնքան մարդ կար հավաքված ու շատ տարբեր տեղերից կային մարդիկ ու դա էլ էր ցուցիչ նրա, որ մարդիկ եկել էին կանգնելու Արցախցու կողքը, ոգևորեց ձեզ բոլորիդ
Ինչ եք խոսում, հետաքրքիր է, գիտեմ հիմա այստեղ էլ, հա, դուք մեկըդ մյուսի հետ կապ ունեիք, ձեզ դա ոգևորեց, ամրացրեց ձեր մեջքը, որ հայ ժողովուրդը իրոք կանգնած է ձեր կողքին։ Այո, ճիշտ եք նկատել, ոչ միայն արցախցիներ են, այլ տարբեր տեղերից հայեր էին, ու բնականաբար ոգևորվեց, մեզ հիմա ամեն մի խոսքն է նույնիսկ ոգևորվում, ես հիմա իմ ֆրենդների մեջ Հայաստանաբնակ նույնիսկ ֆիքսում եմ նրանց, ովքեր իրենց ձևով են պայքարում, օրինակ մեկը ռիլ է նկարում, մեկը վերլուծություն է անում այդ իշխանական պրոպագանդիստների տենց անուններով, ու ես բոլորին հիշում եմ, ինչպես հիշում եմ բլոկադայի ընթացքում բոլոր նրանց, ովքեր գոնե մի անգամ գրել են ինչպես եք, ես դա չեմ համարում անձնական վերաբերմունք, այլ համարում եմ այդ մարդուն ուղակի սրտացավ ապրումակցող ու մտածում եմ, որ իրենց պետք է ինչպես հակառակներին պետք է հիշել ու պատժի ենթարկել, իրենց էլ մտածում եմ, որ պետք է հիշել ու միշտ պահել ու փայփայել, այսպես ասած, ու նաև ուզում եմ խոսել, որ չնայած այդ հանրահավաքի ժամանակ անընդհատ ներկայացվել էր, որ արցախցիները շնորհակալություն են հայտնում հայ ժողովրդին, հայաստանաբնակներին, ու իրոք սա անուրանալի էր այն սկզբնական շրջանում, թե ինչ մեծ պատրաստակամությամբ էին ընդունում, իրենց տներն էին անվճար տալիս, սնունդ, հագուս, ամեն ինչ, հիմա դրա մասին շատ երկար կարող եմ խոսել, բայց ոչ ոք դա չի ուրանում, եթե ուրացողներ կան, ապա դա տարածաշրջան չի ճանաչում, այդ տեսակը կա, բայց դա չի կարող ներկայացնել ամբողջ արցախցիների կարծիքը, ու հենց փորձ է արվում ներկայացնել, որ արցախցիները, ովքեր դուրս էին եկել իրենց հիմնարար իրավունքների համար, իրենք փորձ է արվում ներկայացնել, որ իրենք դուրս են եկել Հայաստանի Հանրապետության պետականության դեմ պայքարի, սա եւս շատ կեղտոտ մեթոդ է, որը ցավոք եւս էլի մի շարք մարդկանց կողմից էլի ուտվում է, կոպիտ ասած, ու սրա դեմ եւս պետք է անդադար պայքար մղել, որովհետև հենց ամենավտանգավոր թեզը սա է, որովհետև պետք է հստակ ընդգծել, որ արցախցին իրեն չի առանձնացնում, արցախցին եւս հայ ժողովուրդն է, ու սա պայքար է ոչ միայն մեր իրավունքների համար, այլ սա պայքար է կանխարգելելու, որպեսզի Արցախցու նման մեկ այլ տարածաշրջանի ժողովուրդ չհայտնվի, որովհետև ոչ ոք ապահովագրված չէ դրանից։ Արմինե ջան, եթե թույլ կտակ ավելացնեմ Մարիամի ասացի։ Մարիամի խոսքի հիմա ես Մարիամը ասաց, որ ասում են Հայաստանի Հանրապետության դեմ եք եկել, նաև ասում են, որ արցախցիները ստամոքսի համար են կռիվ տալիս, բայց շատ արցախցիներ, փառք Աստծո դրանք շատ չեն, ստիպված, մենք չենք դատապարտում այդ մարդկանց, թողեցին ու գնացին, որովհետև պետական աջակցություն չեղավ։ Մենք երբ որ ճանապարհին զրուցում էինք, դու ասացիր, որ այդ մարդիկ ասում են, որ ինչ օրեր են անցկացնում։ Միթե արցախցին ստամոքսի համար է կռիվ տալ եւ սոցիալական ապահովությունը դա հենց մարդու իրավունքն է, անկախ նրանից այդ մարդը հայ է, չգիտեմ, վրացի է, հիմա հայ ժողովրդի մաս կազմող արցախցին իր սոցիալական իրավունքը պահելու եւ պահանջելու համար շատ նորմալ եւ իրավական է, որ դուրս է եկել փողոց, բայց սա ներկայացվում է ստամոքսի կռիվ։ Դա իհարկե այդ պոպուլիստական իշխանություններին հարիր բան է սա, այսինքն նորություն չէ, ինչ որ նոր բան չէ, մարդիկ գիտեն հատկապես մասնագետները այս մեթոդի մասին, ինքը շատ աշխատող մեթոդ է, բայց դրանից իր կեղտոտ լինելը իհարկե չի բացառվում, դա շարունակում է մնալ շատ տգեղ ձև պայքարի ազնիվ ձևերին ես ինքս կողմ եմ եւ ինքս էլ միշտ պայքարների մեջ եմ եղել ու միշտ եմ լինելու, ինչքան էլ փորձեն այդ ձևերով տարբեր մեր բերանները փակել, իհարկե չի ստացվելու երբեք, բայց ազնիվ պայքարն է շատ կարևոր ու այդ որ ներկայացում են որ ստամոքսի կռիվ, ես
ես ավելի լավ է ոչ թե նորություն ասեմ, այլ ասեմ ինձ շատ դուր եկած մի հատ միտք, ինչպես գիտեք, այդ պահանջագրի մեջ 12 կետ կար, որից միայն մեկն էր սոցիալական բաղադրիչ կրում, եւ մեր խորհրդի անդամներից մեկը ասեց. լավ, եթե սա ստամոքսա կռիվ է, բերեք այդ մեկ կետը հանենք, բոլոր 11 կետերի շուրջ խոսենք, բայց կա նման բան իհարկե չկա, որովհետեւ ցավոք սրտի իշխանությունները տարածում են այն թեզը, որ իբր Արցախ վերադարձի մեր բնական իրավունքը աղետ է Հայաստանի ինքնիշխանության համար, բայց մյուս կողմից մենք տեսնում ենք, որ Հայաստանի ինքնիշխանության դեմ հենց այս իշխանություններն են ոտնձգություն անում, մարդկանց տարական, մարդկանց բնական իրավունքները հաշվի չառնելով, չգիտեմ, օրինակ, այս վերջերս տեսա, որ պատգամավորներից մեկը ԿՊ-ական Արսեն Թորոսյանն ասում է, թե մենք ինչքան պետք է լինենք լավ ազգ, որ մեր մոնոէթնիկությունից դուրս գանք եւ մեր դրսից ինչքան որ տարբեր ազգեր եւ այլ գալիս է, մենք պետք է գրկաբաց լինենք եւ այլ եւ սա ասում է մի մարդ, ով ինքը հենց իր հայրենակցին Արցախից եկած չի հարգում։ Ես չեմ հավատում նրա ազնվությանը, որ ինքը կարող է, չգիտեմ, ասորիին, ռուսին կամ մեկ մյուսին լավ ընդունել, որտեղ այսինքն գուցե կա նաև նման բան իմ աշխարհում, իմ մտահորիզոնում դա չի տեղավորվում, եթե դու քո Արցախից ցեղասպանված, ցեղասպանությունից մի կերպ փրկվածին դու պիտակավորում ես, անընդհատ ասում ես, նկարագրում ես ամենավատ ձևերով եւ դու կարող ես լինել լավ մեկ այլ ազգի ներկայացուցիչի հանդեպ, դա մի քիչ նույնիսկ բնական չէ, այսինքն այստեղ մեր պայքարը շատ անհավասար է։ Մենք մարդիկ ենք, ովքեր գուցե մեր դրական օրինակը ունենք, բայց ԱԺ ամբիոնը ամեն դեպքում այս իշխանություններինն է եւ նրանք այդ ամբիոնը եւ մյուս բոլոր իրենց տեղեկատվական բոլոր ռեսուրսները օգտագործում են ներքին թշնամի գտնելու համար, որովհետեւ օրինակ Ադրբեջանի համար թշնամիներ են հայերը, բայց քանի որ հիմա այս իշխանությունները որդեգրել են, որ եթե միշտ ասենք ադրբեջանցիները լավ են, ապա մեզ վրա չեն հարձակվի, բայց պետք է մեկ այլ թշնամի, որին թիրախավորելով ուշադրությունը իրենցից հեռացնեն եւ հենց այս անազնիվ մեթոդն են տրվել արցախցիներին որպես թիրախ կենտրոնացնել մարդկանց ուշադրությունը դրա վրա եւ որպեսզի մարդիկ իրենց խնդիրների մեղավորը գտնեն Արցախցուն, ինչպես օրինակ ձեր նշած ստամոքսակռիվը։ Ասում են, որ դու վատ ես ապրում, որովհետեւ պետական միջոցները ծառայում են արցախցիներին, այնինչ սա բացարձակ կեղծ թեզ է եւ մարդիկ, ովքեր գոնե մի քիչ գրագիտություն ունեն ֆինանսական, հասկանում են, թե իրականում որն է իրենց վատ սոցիալական վիճակի պատճառը ու հաստատ արցախցին այդտեղ ոչ մի դեր չունի։ Եվ ի վերջո Հայաստանի Հանրապետությունը իդեմս այս իշխանության Արցախի անվտանգության երաշխավորն էր, հա։ Եթե անվտանգության երաշխավորն էր հիմա կանգնել բարձր ամբիոնից, երբ որ Միացյալ Ազգերի կազմակերպությունում Արցախում տիրող իրավիճակի մասին էր խոսվում եւ ներկայիս վարչապետը կանգնում ասում է, որ Արցախում բնակվող քաղաքացիական բնակչությանը որևէ վտանգ չի սպառնում, բայց արի ու տես մեկ օրյա այդ պատերազմի ժամանակ Արցախում մենք ունեցանք մոտավորապես 500 զոհ։ Եվ սա պետական մակարդակով, այսինքն բարձր ամբիոնից պետությունը ներկայացնող ոմն մեկը հայտարարում է, որ Արցախցուն վտանգ չի սպառնում, այսինքն դու ճանաչում ես Արցախը Ադրբեջանի տարածքային մաս, դու ասում ես, որ Արցախցուն որևէ վտանգ չի սպառնում եւ մազապուրծ եղած Արցախցուն դու չես պարտավորվում իշխանություն տուն տալ, եթե դու ես եղել պատճառներից մեկը, երբ որ Արցախցին տնավեր ու բնավեր եղավ։ Սա ուղղակի անընդունել է եւ հետեւաբար նման հաղորդումները եւ ինչպես Տաթևիկ դու ասեցիր, մենք պետք է չդադարենք բոլոր միջոցներով պայքարել, բոլոր միջոցներով, որովհետև մենք այս կերպ ուղղակի կկարողանանք մարդկանց սթափեցնել, մարդկանց մոտ ձևավորված թյուր կարծիքները փոխել, որ իբրև թե Արցախցին եկել է, նստել է Հայաստանի բյուջեի վրա եւ ուզում է որևէ բան չանի եւ հանգիստ ապրի։ Հաշվի առնելով մի բան նաեւ, որ այսօր Հայաստանում
վարձով բնակարանների գինը այնքան բարձր է, որ այդ տրված գումարը ընդամենը ապահովում է, որ Արցախցին ուղղակի տանիք ունենա իր գլխին։ Ընդամենը դա, բայց Արցախցին աշխատում է։ Արցախցին աշխատում է, որպեսզի կարողանա եւ ընդ որում այդ աշխատանքից նաեւ պետական դուրքեր է տալիս, հա։ Իհարկե։ Մարիամ, հիմա ինչ ես դու մտածում, արդեն ինչ որ չափ Արցախցին դուրս է եկել այդ ընկճվածությունից, տարիքես է անցել, կա որևէ Արցախցին չես կարծում, որ իր մտքում Արցախ վերադարձի փափագը, սպասումը, երազանքը չունի։ Ես կարծում եմ, եթե նույնիսկ կա, ապա շատ չնչին տոկոս են իրենք կազմում, որովհետև այս հանրահավաքը կազմակերպելու ընթացքում շատերը օրինակ նշում են, որ մեզ պետք չէ ձեր 40+10, վերցրեք ձեզ ու մեզ տվեք մեր տունը։ Այստեղ ուզում եմ շատ կարևոր կետ նշեցիք, որ ով էր Արցախի անվտանգության երաշխավորը եւ ինչ պարտավորություններ ուներ, ու արդյոք այդ պարտավորություններից որևէ մեկը կատարվեց, երբ տեղի ունեցավ սեպտեմբերյան հարձակումը։ Իհարկե ոչ մի բան իրենց կողմից չկատարվեց, ոչ մի պարտականություն։ Սա շատ կարևոր կետ է, որ անընդհատ պետք է սրա մասին խոսվի ու սա ոչ թե ինչ որ մուրում են, փորձում են այդպես էլ ներկայացնել, որ ձրիակերներ են, մուրում են այդ 40+10, սա այն մինիմալն է, պետք չի 40+10, մենք բազմիցս առաջարկել են, որ կարող ենք կնքել այդ պայմանագիրը հենց տանտերերի հետ եւ պետք չէ այդ 40+10, միանգամից վճարեք տանտերերին, առաջարկել ենք նաև միջազգային դոնոր կոնֆերանս հրավիրել, որպեսզի Հայաստանի բյուջեի վրա, այսպես ասած, մեծ բեռ չլինի, բայց փաստացի հենց Եվրոխորհրդարանի պատգամավորները մի քանի օր առաջ հանդիպում են ունեցել խորհրդի անդամների հետ եւ իրենք են փաստել, որ Հայաստանի կողմից որևէ բանակցություն չի տարվում եւ որևէ ձեւով արցախցիների շահերը չեն բարձրաձայնում իրավունքները։ Ու այստեղ խոսում է, եթե քո պետությունը չի խոսում քո իրավունքների մասին, ապա ումից մենք պետք է ինչ-որ բան պահանջենք։ Իսկ եթե քո կառավարության անդամները ԱԺ-ամբիոնից բարձր ձայնով հայտարարում են, որ լուծում են բոլոր տեղահանվածների խնդիրները, ամեն ինչ անում են իրենց համար, բնականաբար ոչ մի միջազգային կառույց չի ուզենա որևէ օգնություն, ինքը արդեն հավատում է կառավարության խոսքին։ Ու սա մի հատ աբսուրդ իրավիճակ է ստեղծված, երբ բարձրաստիճան պաշտոնյաները իրենք անընդհատ երբ ներկայացնում ես քո իրավունքների մասին, իրենք անընդհատ նշում են, որ իսկ դու գիտեք Հայաստանում ինչքան այդ նույն կարգավիճակով ընտանիքներ կան, ովքեր ստանում են ցածր աշխատավարձ ու վարձով են բնակում։ Մենք իհարկե ցավում ենք բոլոր այն մարդկանց համար, ովքեր չեն կարողանում ապահովել իրենց նվազագույն կենսապահովման պայմանները, ինչի մեջ եւս պետությունը իր մեղք ունի, այսպես ասած, չնայած այդ մարդիկ մտածում են, որ այդ մարդկանց գերակշիռ մասը, այսպես ասած, մտածում է, որ դա արցախցիների պատճառով է, պետք է հստակ հասկանալ բռնի տեղահանվածի եւ մեկ այլ կարգավիճակում գտնվող մարդու միջև տարբերությունը։ Ու եթե անընդհատ այդ թեզն են շրջանառության մեջ դնում, որ պետք է հարմարվեն, ինչի եք ավելին պահանջում, ու այս թեզը նաև պետք է ցավով նշեմ, որ արցախցիների մեջ էլ է տարածում, արդեն իրենք մտածում են, որ իսկ կարողա շատ են պահանջում, իսկ կարողա սյոտիկի կառավարության անդամները ճիշտ են ասում, արդեն իրենք հաջորդ անգամ պայքարի դուրս գալիս, երբ մտում են, դե լավ է, մեզ պետք է այս ատելության խոսքը, որովհետև պետք է նշեմ, որ այս հանրահավաքից հետո, օրինակ, իմ ու Տաթևի ցանկացած հարցազրույցի տակ շատ մի հատ ատելության ալիք է բարձրանում, ոչ միայն իմ ու Տաթևի, այլ ցանկացած մեկը, ով կանգնում ու խոսում է նրա մասին, որ կառավարությունը չի անում իր արժև դրված պարտականությունները, ու զգում ես, որ այդ ելույթի կամ ինչ որ հաղորդման լինքը դրվում է ինչ որ մի տեղ ու սենց համատարած հարձակում է սկսվում, այսինքն մարդիկ ուղակի չեն տեսնում ու դրան արձագանքում, այլ դիտավորյալ ինչ որ մի տեղ է հայտնվում, ես չեմ կարող ասել հստակ դա որտեղ է հայտնվում, բայց հենց այդ միջոցով, հենց այդ մարդկանց վիրավորելով, ճնշելու միջոցով փորձում են լռեցնել մարդկանց արդար պահանջը, բայց ես ու ինձ նման շատերը մտածում ենք, որ մենք ամեն ինչ կորցրել ենք, մենք այնպիսի
այնպիսի բաների միջով ենք անցել, որ սա մեզ համար ոչինչ է ու սա այդ պայքարը, որը սկսվել է արցախցիների դեմ, ովքեր դուրս են եկել արդար պահանջի, խոսում է այն մասին, որ մեր պահանջը արդար է, որովհետև այլապես իրենք մտավախություն չէին ունենա։ Այդքան վայրահաչոցներ չէին լինի եւ քանի որ խոսվեց դրա մասին, ես հիմա մեզ դիտողներին պետք է խնդրեմ, որ մենք շատ ակտիվ լինենք սոցիալական ցանցերում, երբ արցախցի մեր հայրենակիցների գրառումների կամ տեսանյութերի տակ նման ֆեյքերը, իշխանական ֆեյքերը, վայրահաչոցներ են ուղակի արձակում, մենք պետք է անկախ նրանից կլռեն դրանք, թե չեն լռի, պետք է անպայման արձագանքենք հակառակը, որովհետև սա միտում ունի ընդհանուր հայ ժողովրդի մեջ պառակտում մտցնելու, որովհետև ներկայիս իշխանությունը իշխանության եկավ 2021 թվականին սևերի ու սպիտակների բաժանելով, հիմա էլ ինչ որտեղ հասկանալով, որ այդ սևերի սպիտակների բաժանումը այդքան լավ գործիքակազմ չի այս պահին, հիմա արցախցիներին է ուզում օգտագործել, որպիսի ընդհանուր հայ ժողովրդի մեջ պառակտում լինի, այնպես որ մեզ դիտողներին խնդրում եւ հորդորում եմ, որպիսի շատ ակտիվ լինենք եւ անպայման արցախցի մեր հայրենակիցների այս պայքարի մեջ, նաեւ վիրտուալ պայքարի մեջ աջակից լինենք, որպիսի դրանով ճնշենք այն մեթոդները եւ այն գործողությունները, որ դավաճանական իշխանության կողմից կատարվում է։ Տաթևիկ, որքան էլ իրենք իշխանավորները ցանկանան պառակտել, պառակտում կարող են մտցնել հայ ժողովրդի մեջ, որի միասնականությունը հենց մարտի 20-ին ամենաթարմ օրինակն է եւ ամենաթարմ փաստն է, որ գետնի վրա կարող ենք արձանագրել հայ ժողովուրդը միասնական է եւ որի վկայություններից մեկը, որ Արցախի արցախցու գետնի վրա լինելը ահու սարսափ է իշխանության համար, այն պայմանն է, որ իշխանությունը ասում է, որ մենք կտանք այդ օգնությունը մինչև հունիսի 1-ը միայն վրանը հանենք այդտեղից։ Դե սա էլի ճղճիմ իրենց մտածելակերպի արդյունքն է, որտեվ էլի իրենք ամենտեղ իրենց աթոռից ընկնելու սցենարն են անդադար պատկերացում, եթե մի քիչ ավելի խորանան, կհասկանան, որ խնդիրը իրենց աթոռները չեն, խնդիրը իրոք կա եւ այն դրա վրա աչք փակելու ընդհանրապես մեթոդ չկա։ Պատկերացրեք, եթե բնակվարձերը մենք ինքներս շատ կուզեինք, որ այդ բնակվարձերը ընդհանրապես գոյություն չունենային։ Դրա համար կա բնակարանային ապահովման ծրագիր, որը իրենք ոչ մի կերպ ցանկություն չունեն լավարկելու եւ որի արդյունքում ինչ որ շատ փոքր խմբի արդեն իսկ շատ ավելի քիչ քանակով գումար են տալու եւ էլի դա մտցնեն մարդկանց աչքը իբրև թե իրենք անում են այն պարագային, որ մեծ մասը հայտնվում է դրսում եւ ստիպված է արտագաղթել կամ չգիտեմ շատ սուր վիճակում հայտնվել, բայց երևի իրենց մոտ այդ վախն է անդադար, որ արցախցին եկել է իրենց աթոռից դեն նետի, չգիտեմ դրա համար ամեն ինչ անելու է եւ այլն, այս վախն է աշխատում, բայց մինչ այդ նաեւ խոսեցիք, որ արդյոք սա է հայի տեսակը ու նշեցիք 29-ի հանրահավաքը, եթե մի քիչ ավելի հետ գնանք, մենք ունեցել ենք 44 օրյա պատերազմ եւ մենք տեսել ենք, թե ինչ միասնություն կարող է լինել ազգի մեջ, երբ որ դրա կարիքը կա։ Այո, այս պահի դրությամբ իրենց կեղտոտ մեթոդներն աշխատում են, բայց իրենց նմանները եկել եւ գնացել են Հայաստանի պատմության մեջ ոչ առաջին եւ ոչ վերջին անգամները, բայց միշտ մնացել է հայը իր սկզբունքներով, իր մտածելակերպով եւ հիմա էլ այդպես է լինելու։ Ես գիտեմ, որ իրենք ժամանակավոր են եւ երբ որ տեսնում են, որ իմ հայրենակիցները չեն կարողանում դիմանալ այս իշխանությունների վարած քաղաքականությանը եւ նախընտրում են գնալ օտարություն, ես միշտ ասում եմ, որ դուք իմացեք, որ այս մարդիկ ժամանակավոր են, որ իրեն հեռանալով մենք իրենց եւս մի հնարավորություն ենք տալիս Հայաստանի ինքնիշխանության դեմ, Հայաստան պետության դեմ ավելի մեծ հանցագործություններ կատարելու համար։ Հակառակը պետք է մնալ, պետք է պայքարել, որովհետեւ մի օր իրենք իրոք գնալու են
Եվ մենք պետք է կարողանանք իրար աչքերի մեջ նայել, իսկ դրա համար հիմա պետք է միասնական լինենք եւ թույլ չտանք, որ ինչ որ քարոզներով կարողանան մեզ իրարից բաժանել։ Միշտ հիշենք, որ մենք ունենք Եռաբլուր, իսկ Ստեփանակերտում մենք ունենք եղբայրական գերեզմանոց եւ դա մեր ամոթ կլինի, երբ որ մենք դա ուրանանք եւ սկսենք իրար կոկորտ կրծել, այսպես ասած։ Հաղորդման ավարտին ինչ որ ավելացնելու բան ունես, Մարիամ ջան։ Տաթևը ճիշտն ասած երևի եզրափակեց ավելի, չգիտեմ ինչ ասեմ, ես էլ եմ մտածում, որ չնայած էլի նամակներ ենք ստանում, որ կոնկրետ օրինակ տարածաշրջանում ինչ որ վատ են տրամադրված, իրենք ավելի շատ բացասական վերաբերմունք են ստացել ու ես էլ եմ ճիշտն ասած մի քանի անգամ նամակներ ստացել, որ ավելի լավ է այստեղից գնանք, մեզ չեն ընդունում կամ օրինակ այդ համացանցում ատելության խոսքը իրենք էլ տարածելով ամբողջ Հայաստանաբնակների վրա մտածում են, որ բացասական վերաբերմունքը ավելի շատ է ու մտածում են, որ երևի ավելի լավ տարբերակը թողնել գնանն է։ Ես օրինակ ինձ ինչպես Արցախից դուրս չէի պատկերացնում, հիմա էլ Հայաստանից դուրս չեմ պատկերացնում ու ես էլ եմ, եթե չգիտեմ ինչ իրավիճակ պետք է ստեղծվի, որ թողնեմ գնամ, այնուամենայնիվ այս պահի դրությամբ ու երբևէ չեմ մտածել թողնել գնալու մասին, ինչքան էլ աշխատեն այդ ուղղությամբ, ինչքան էլ հասկանում ենք, որ այս ծրագրերը հենց դրա համար են արվում, որովհետև եթե չկա արցախցի, չկա եւ խնդիր, հակառակը մենք պետք է մնանք ու պայքարենք այս անազնվության դեմ։ Շնորհակալ եմ։ Մենք ենք շնորհակալ հրավերի համար եւ ձեր վերնագիրը արդեն իսկ մեզ շատ ջերմացնում է, եթե ես էլ համացանցում տեսնեի այդպիսի վերնագիր, նույնիսկ եթե այստեղ հյուր չլինեի, հաստատ պետք է սեղմեի ու պետք է անպայման դիտեի։ Շնորհակալություն այդ վերնագրի համար, որտեղ այդ վերնագրում շատ ավելին է, քան պարզապես վերնագիր, դրա տակ շատ խորը բաներ կան եւ վստահ եղեք, որ արցախցիներին դա շատ է ջերմացնում։ Իրոք մեր տունը ձեր տունն է, սա Հայաստանը մեր բոլորի տունն է։ Եթե մենք մեր մեծ տունը պահպանելով, պահպանում ենք մեր փոքր տները եւ մեր փոքր տները միանալով դառնում են մի մեծ տուն, հայ ժողովուրդ, Հայաստան, Արցախ եւ մեր ինքնությունը երբեք մենք թույլ չենք տա, որ բարբարոսները ինչ որ ցեղերից դուրս բրծուկները կարողանան ավիրել, որովհետև սիրելիներս իրոք անչափ շնորհակալ եմ, ես եւս մեկ անգամ համոզվում եմ արդարացիորեն նրանում, որ արցախցի կանայք, արցախցի մայրերը ամուր են մեր լեռների պես ու քանի որ լեռների ու սարերի պես ամուր կանգնած են մայրերը կանայք, ուրեմն հայ ժողովուրդը կա ու լինելու է ու մենք չենք լքելու մեր հայրենիքը, անչափ շնորհակալ եմ։ Ձեզ ենք շնորհակալ։ Սիրելի հայրենակիցներ, իմ տունը քո տունն է հաղորդաշարի շրջանակում այսօր հյուրընկալել էի մեր սիրելի արցախցի կանանց եւ ովքեր նաեւ արցախցիներ, Արցախի մայրիկներ աջակցման կենտրոն հասարակական կազմակերպության հիմնադիրներ են։ Հետևեք մեր հաղորդումներին եւ անպայման աջակցեք արցախցի մեր հայրենակիցներին, իրենք մեր միսն ու արյունն են եւ մենք պետք է բոլորս միաբանված եւ համախմբված կարողանանք պահել մեզ, մեր ինքնությունը եւ հայը կա ու լինելու է։ Այսքանը սիրելի հայրենակիցներ, ցտեսություն, լավ եղեք։